Շարժվենք առնար սիրելի հեռուստադիտողներ, այո, հաճելի է, երբ հանդիպում ենք մարդկանց, ովքեր շատ ուժեղ են ֆիզիկապես, տիրապետում են հստակ ինչ-որ սպորտաձևի կամ գուցե ոչ պրոֆեսիոնալ սպորտաձևի, պարզապես սիրում են առողջ ապրելակերպը, բայց այս ամենին զուգահեռ նաև մարզում են հոգին, հատկապես դաշնամուրային արվեստի հետ կապված։ Այո, որովհետև արվեստն էլ հոգին է մարզում։ Հաստատ, ու մի քանի օր առաջ ինձ հարց տվեցին, ինչ կփոխեիր քո մանկության տարիներին, ասացի, որ ոչ թե կփոխեի, այլ կավելացնեի մի բան, որ սովորեի դաշնամուր նվագել։ Իսկապես սիրում ես։ Դա իմ երազանքներից մեկն է։ Իսկ սիրում էիր փոքր ժամանակ։ Չեմ էլ մտածել այդ մասին եւ չգիտեմ ինչու չեմ մտածել, բայց ամեն դեպքում։ Ես ինքս տիրապետում եմ եւ կարծում եմ, որ մանկահասակ երեխաներին կապ չունի, նրանք ունեն այսպես տաղանդ, ունեն սեր երաժշտության նկատմամբ, բայց պետք է երաժշտական կրթության տալ երեխաներին, որովհետեւ մտահորիզոնն է լայնացնում, աշխարհայացքն է լայնացնում, երաժշտական եւ առհասարակ ճաշակը երեխաների մեջ ձևավորում, բոլորովին էլ կապ չունի հետո կշարունակեն երեխաները թե ոչ։ Բայց աշխարհը ամենագեղեցիկ եւ կարեւոր բաններից է։ Այո, զգացել եմ երաժշտության մեջ պետք է լինես, ինչի համար էր այս նախաբանը, սիրելի հեռուստադիտողներ, որովհետև այո, այսօր երաժշտական գործիքների գեղեցկուհու դաշնամուրի միջազգային օրն է, այդպիսի օր էլ կա, ստեղծվել է 1700-ականների սկզբին իտալացի կլավեսինահար Բարտոլոմեո Քրիստոփորի կողմից։ Օրը նշվում է տարվա հենց 88-րդ օրը, խորհրդանշելով դաշնամուրի 88 ստեղները, որոնցից 52-ը սպիտակ, 36-ը սև ստեղներն են։ Հետաքրքիր է, թե ինչպես են ծնվել երաժշտության այբուբենը համարվող նոտաները։ Դրանք իրենց անուններն ու պատվավոր տեղերը հնգագծի վրա ստացել են 11-րդ դարում։ Իսկ ահա մինչ այդ, սիրելիներ, եկեղեցական երգչախմբերի անդամները մեղեդիները գրի էին առնում հատուկ նշաններով, նևմաներով։ Դրանք տարատեսակ կեռիկներ եւ գալարագծեր էին, որոնք երգիչներին մոտավորապես ցույց էին տալիս մեղեդային շարժման ուղղությունը, բայց դրանցով մեղեդին ճշգրիտ ամրագրել հնարավոր չէր։ Ժամանակի ընթացքում ելքը գտավ իտալացի վանական երաժիշտ Գվիդո դ'Արեձոն։ Գծերը, կեռիկները եւ տառերը ընդհանրացնելուց հետո նա աստիճանական քայլերով ստացավ նոտագրման ժամանակակից պատկերը։ Բրավո իրեն։ Այո, իսկ նոտաների անուններն էլ վերցրեց Սուրբ Հովանես Մկրտչին ծնված եկեղեցական հին օրհներգից։ Լատիներեն հիմնը բաղկացած էր 7 տողից, իսկ յուրաքանչյուր տողի մեղեդին նախորդից 1 տոնով բարձր էր սկսվում։ Այսպիսով վերցնելով յուրաքանչյուր տողի առաջին վանկը ստացվում է բոլորիս հայտնի արդեն դո, ռե, մի, ֆա, սոլ, լա, սի նոտաները։ Բարեկամներ, բացի հանճարեղ ու տաղանդավոր կոմպոզիտորներից եւ դաշնակահարներից, այս չքնաղագույն գործիքի նկատմամբ անտարբեր չեն նաեւ իրարից շատ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ։ Տեսնենք, թե մեզ ծանոթ ու հայտնի մարդկանցից ովքեր են իրենց մասնագիտությանը զուգահեռ նաեւ դաշնամուր նվագում։ Ահա ինչի մասին խոսում էինք այս նորության սկզբում։ Տեսնենք, բացահայտենք նրանց ու շարունակենք մեր ընթացքը արդեն տեսանյութը դիտելուց հետո, խնդրեմ։ Իդեպ ես սիրով դաշնամուրի էի գնում, բայց ինչպես ասացիր, դու երազում էիր դաշնամուր նվագել, ես էլ երազում էի ջութակ նվագել։ Փաստորեն։ Բայց կարծում եմ դեռ ուշ չէ, այո։ Իհարկե, երբեք։ Սոնյա Շագաևան հիմա շատ հետաքրքիր տեսանյութ է ներկայացնելու մեզ, խնդրեմ։ Դասական երաժշտությունը ոչ միայն գեղեցիկ է, այլև խոր ազդեցություն ունի մարդու մտավոր, հոգեբանական ու նույնիսկ ֆիզիկական բարեկեցության վրա։ Այն ոգեշնչել է մեծ գիտնականների, գրողների եւ դերասանների, օգնելով նրանց հասնել հաջողության իրենց բնագավառներում։ Այսօր կխոսենք այն հայտնի մարդկանց մասին, ովքեր բացի իրենց հիմնական մասնագիտությունից, նաեւ տիրապետում էին երաժշտական արվեստին։ Դեռևս 19-րդ դարում մեծ ֆիզիկոս Մաքս Պլանկը հայտնի էր ոչ միայն իր գիտական բացահայտումներով, այլ որպես տաղանդավոր դաշնակահար։ Պլանկը ուներ բացարձակ լսողություն եւ երաժշտական կրթության միջոցով կարողանում էր պատկերացնել ֆիզիկական օրենքները, զարգացնելով իր մաթեմատիկական կարողությունները։ Բազմաթիվ գրողներ նույնպես կապված են եղել երաժշտության հետ։ Ալեքսանդր Գրիբոյեդովը, ով մեզ հայտնի է Խելքից պատուհաս պիեսով, նույնպես հրաշալի դաշնամուր էր նվագում։ Իսկ ահա Բորիս Պաստեռնակը, ով մանկուց սիրել է Սկրիաբինիի երաժշտությունը, 13 տարեկանից սկսել էր զբաղվել կոմպոզիցիայով եւ անգամ սեփական ստեղծագործություններն էր ներկայացնում մեծ կոմպոզիտորին։ Սակայն չնայած իր տաղանդին, նա հետագայում թողեց երաժշտությունը, ընտրելով գրականությունը։ Երաժշտությունը մեծ դեր է ունեցել նաեւ դերասանների կյանքում։
Հյու Լորին, ում բոլորը ճանաչում են որպես Dr. House, դաշնամուր է նվագում 6 տարեկանից եւ թողարկել է 2 երաժշտական ալբոմ։ Ռիչարդ Գիրը ոչ միայն ֆիլմերում, այլև իրականում նվագում է դաշնամուր։ Սիրունիկը ֆիլմի երաժշտության մի հատվածը հենց ինքն է գրել։ Անթոնի Հոփքինսը, ով մանկուց երազել է դառնալ դաշնակահար, ստացել է կրթաթոշակ Ուելսի երաժշտական քոլեջում որպես դաշնակահար, սակայն ի վերջո ընտրել է դերասանական ուղին։ Իսկ Ջեյմի Ֆոքսը, ով ֆիլմում կատարելապես մարմնավորեց Ռեյ Չարլզին, իրականում դաշնամուր է նվագում դեռևս 3 տարեկանից եւ 15 տարեկանում արդեն ղեկավարել է եկեղեցու երգչախումբը։ Այս պատմությունները վկայում են այն մասին, որ երաժշտությունը ոչ միայն հոբբի է, այլ հզոր գործիք, որը կարող է օգնել մարդուն հասնել մեծ բարձունքների։ Գուցե հենց այս պահին էլ ինչ-որ ապագա գիտնական, գրող կամ դերասան դաշնամուրի առջև նստած է, գտնելով իր ներշնչանքը դասական երաժշտության կախարդական հնչյունների մեջ։ Սոնյա Շագաևա, Բարև երկիր։